Պարոն ի վերջո այդ փոփոխությունը շատ վաղուց հայտնի էր։ Որն է։ Հա, բայց որն է այդ շտապողականությունը։ 24 ժամյա ռեժիմ, 24 ժամյա ռեժիմ։ Շուտ բերեք առաջին երկրորդ ընթերցում։ Այսինքն ամեն ինչը կառավարությունը վերում է 24 ժամյա ռեժիմ։ Ամեն ինչը վերում են էլի։ Այսինքն ամեն անգամ ազգային ժողովի օրակարգ հաստատելուց մի քանի հարց առնվազն 24 ժամյա ռեժիմ է։ Եվ երկրորդ հարցը, ես բարձրաձայնեցի որպես ներքին գործերի նախարարություն, նաև ձեր ստորաբաժանումն է բարեկային ծառայություն, նաև երթևեկության ապահովում։ Իրականում հանրության մեջ լուրջ արձագանք է ստացել շաբաթ օրվա ակցիան, երբ որ գրեթե բոլոր կամուրջների մոտ, Երևան մտնող մայրուղիների մոտ անհավատալի խցանումներ էին առաջացել, հիմա չեմ էլ քննարկում ակցիան լավն էր թե չէ։ Հիմա նույն տրամաբանությամբ կարող է վաղը ակցիա անեմ, օրինակ Կոնդի Դաչեկի մուտքի մոտ ասեմ ամեն քաղաքացու 10,000 դրամ բաժանում եմ, բայց անվտանգության նկատառումներից ելնելով ՊՊՑ-ն ինձ թույլ չի տա, չէ։ Այսինքն ամբողջ քաղաքը պարալիզացվում է, լավ, որևէ մեկը այդ հաշվի առել է, որևէ մեկը հաշվի առնել, թե բիզնեսը ամեն ինչից կարևոր է։ Եվ նաև իհարկե այս թեմային չանշում, բայց լուրջ անվտանգային հարց կա։ Երևանի բոլոր խոշոր կամուրջների մոտ կամ բենզակայաններ, հաղթանակ կամուրջ, երկու ծերիտ, Աստված մի արածե, վաղը որևէ դեպք եղավ, Դավիթ Հաշեն, երկու ծերիտ, վաղը Աստված մի արածե, որևէ դեպք եղավ, որևէ մեկը այդ համակարգի հետ կապված ինչ որ հաշվարկներ կատարում է, ասում եմ Աստված մի արածե, բայց ցավոք սրտի մեր կյանքում այնքան ահավոր բաներ տեսանք, որ աշկը միշտ տեսածից է վախենում։ Ավելացնեմ, նաև լցակայաններ ունենք հենց բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ։ Այսինքն այստեղ խնդիր կա նաև տեխնիկական անվտանգության հետ առնչվող, որի հետ կապված աշխատանքային իրավակարգավորումների փուլ մենք մտնում ենք։ Ես իհարկե չեմ կիսում պարոն Մանուկյանի տեսակետը այս հարցով 24 ժամյա ռեժիմը հաստատելուն, որովհետև եթե մենք հանկարծ ուշացնում ենք, հա, նոյեմբեր ամսից, մենք խնդիր ենք ունենում տեղ զննություններից սկսած եւ այդ ոլորտին առնչվող բազմաթիվ այս տարվա համար նախատեսված ծրագրերի մեջ։ Դրա համար այս հարցում գոնե ես ունեմ իմ կարծիքը, որ պետքա 24 ժամյա ռեժիմը հաստատենք, քվեարկությունը ցույց կտա իհարկե։ Խնդրեմ պարոն Մանուկյանի հնչեցրած հարցերին։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, իրավացի եք, մենք գործ ունենք տեխնիկական անվտանգության, արտադրական վտանգավոր օբյեկտների հետ եւ ըստ ժամանակացույցի մեր շատ կարեւոր է, որպեսզի մենք նոյեմբերին ունենանք ընդունված օրենք, քանի որ process-ները բոլորը եկել են եւ այս ժամկետին են հանգել եւ դրանով իսկ սահուն ապահովելու է տեխանվտանգության որակը հանրապետության տարածքում։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես համաձայն եմ, որ Երևան քաղաքը հատկապես բեռնված է տրանսպորտային միջոցներով եւ շատ հաճախ մենք հանդիպում ենք խցանումների, այս առումով եւ երկարաժամկետ ռազմավարական եւ կարճաժամկետ ընթացիկ process-ներ են գեներացվում եւ իրականացվում ներքին գործերի նախարարության, հատկապես ոստիկանության բարեկային ծառայության կողմից, որպեսզի խցանումները թոթափվեն։ Համաձայն եմ, որ ունենք հատկապես օրեր, երբ որ այդ օրերում 1 եւ 2 կամ 2-ից ավել միջոցառումներ են տեղի ունենում քաղաքում, հատկապես խցանումները իրենց զգալ են տալիս, նշեմ, որ բարեկային ծառայությունը ներգրավում է այդ օրերին եւ ժամերին համապատասխան վայրերում ծառայության խցանումները արագ բացելու համար։ Նաեւ տեղյակ եք, որ Երևան քաղաքում եւ տրանսպորտային համակարգի, հանրային տրանսպորտային համակարգի եւ փողոցների վերադասավորումներ են տեղի ունենում եւ այս շրջանակներում եւս զգալի են խցանումները ավելի դարձել, բայց գործընթացի մեջ է եւ վերջնարդյունքում հույսով ենք, որ կունենանք բեռնաթափված եւ նորմալ երթևեկություն։ Շնորհակալ եմ։